Շատ կոպիտ, բայց միգուցե ճշմարտություն։ Լսենք։ Իսկ դուք գիտեք, թե ինչ է տեղի ունենալու ձեր հուղարկավորությունից ընդամենը ժամեր անց։ Կլինի լաց, հետո սեղան կբացեն, ուտելիք և խմիչք կպատրաստեն։ Սուրճ կխմեն, ոմանք կզանգահարեն ձեր ընտանիքին և կասեն, թե ինչ-որ բան է պատահել և չեն կարող գալ։ Ձեր աշխատավայրում շատ շուտ կսկսեն մտածել, թե ով պետք է ձեզ փոխարինի։ Ձեր երեխաները կվերադառնան իրենց գործերին, քանի որ սգի օրերն ավարտված կլինեն։ Մի ամիս էլ չի անցնի և ձեր կյանքի միակ ուղեկիցը, միակ մարդը կդիտի հեռուստացույցով կատակերգություն և կծիծաղի։ Ձեզ կմոռանան շատ արագ։ Իսկ դուք ձեր ամբողջ կյանքում մտահոգվում եք, թե մարդիկ ինչ կմտածեն ձեր մասին, բայց ճշմարտությունը հետևյալն է՝ ոչինչ։ Էնպես որ ապրեք ձեզ համար։ Իսկ ում համար ես դու ապրում և արդյոք համամիտ ես մտքերի հետ։ Գրիր մեկնաբանությունում և չմոռանաս բաժանորդագրվել IDG Info TikTok-յան իմ ալիքին և միանալ Instagram-ի իմ էջին armgoodinfo։ Լավ եղեք, առայժմ։